Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ձեր հետ է Հրանտ Վարդանյանը եւ դուք գիտեք, որ իմ հաղորդումը վերաբերվում է մեր անվտանգությանը։ Եվ ես որ վերլուծում էի, որ այս 5 ամիս առաջ իմ վերլուծական հաղորդման ժամանակ, որ ես ասացի, որ պատերազմ է սկսվելու Իրանի դեմ եւ ինչ են որոշել Էրդողանը եւ Ալիևը իրար հետ, այդ YouTube-յան ալիքով հաղորդումը կա։ Սրանից 2 ամիս առաջ էլ նորից էլի YouTube-յան ալիքով հաղորդում ուներ, որ պայթեցնելու են Իրանը, կռիվը սկսվելու Ամերիկայի միջնորդությամբ կամ առանց դրա, բայց սկսվեց ու լավ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ եղավ այս պատերազմը։ Ուրբաթ օրը լույս 3-ին պատերազմը սկսվեց։ 2 ամիս առաջ ես զգուշացրեցի Facebook-յան պատով, նաև ռիզներով ու շորցերով հաղորդման ժամանակ, ախպեր, պատերազմը լինելու է, Իրանը պայթացնելու են ու հետևանքները լինելու է, կարակ մտնեք ժողովուրդ ջան, նայեք, որ մի հատ հաղորդում եղել ամսի 3-ին, մյուս ամսի 5-ին, երրորդն էլ ամսի 17-ին, ու ես ընդեղ ասում եմ, որ այս Իրանի հետ այս խնդիրը լինելու է այս Իրանը վիզ դրած պայթացնելու են, պատերազմ են գցելու, մեկը մի ձև անեն այս խնդիրը պետք է լուծեն, որովհետև որ Սիրիան քանդեցին, որ ինչի քանդեցին Սիրիան թուրքերու այդ իսլամիստների ձեռամբ, որովհետև այդ իսլամիստները տեղ ավելի մոտիկ էին Թուրքիայի սահմանը էլ ու 3 տարիա Սիրիան էլ պատերազմում էր։ Տեսակ, որ իսլամիստների ձեռով, այդ թուրքոմանների ձեռով, տեսակ Սիրիան վարի տվեցին։ Ռուսներն այդ բազալն ռուսներին սաղին քշեցին, տես գնացին, դուրս եկան ռուսները։ Ու այդ իսլամիստ առաջնորդի ձեռը սեղմեցին Եվրոպայում։ Նամանավանդ բանը Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահան։ Մենա մտեք նայեք ախպեր ոնց է դիմավորում այդ իսլամիստ առաջնորդի, որ հիմա ժամանակավոր կառավարությունն է Սիրիայի։ Հիմա հերթ հասավ Իրանին, պայթյունը տեղի ունեցավ, 5 օր կռվում են, իրար վրա ինչ հրթիռներ ասես, չեն ասում, հեռահար են կռվում, հրթիռներով, հրթիռներով, բալեստիկ հրթիռներով են խփում, տոչշնի հրթիռներով են խփում, իրար վնասում են։ Նա մի հատ բան է ինձ հետաքրքրում, այդ մնացածը չեմ ուզում պատմեմ, սա BBC, CNN, հայկական այդ հեռուստաընկերությունները, YouTube-ը, Facebook-ը, սա էտա լցածա ցույց են տալի ոնց են իրար սպանում։ Ինձ ամենակարևոր հարցն է հետաքրքրում, թե ինչի այդ օրը լույս, արդեն որ լուսանում էր, ժամը 9-ին, 10-ին, խորհրդարանից չհրավիրեցին ընդդիմադիր падգամավորները։ Բա եթե դուք այդքան հայրենասեր եք, ոնց որ ճամարտակում եք ամբողջ խորհրդանով մեկ ու ամբողջ Հայաստանով մեկ, որ դուք բան եք, այդ հայրենասեր եք, բա շտապ կարգով արտահերթ նիստ հրավիրեք խորհրդարան, ու այդ խորհրդարանում այս պատերազմը որ սկսեք մեր անվտանգության թեմաները բարձրացնել, կանչեք, վարչապետը տեղ չէր, թռել էր, գնացել էր Չեխիա, չգիտեմ ինչ էր այնտեղ խոսում, խաղաղություն ալնելու, ինչ խաղաղություն ալնելու, քո ամենակարևոր այդ երկիրը, որ ասում էր քո սահմանները իր համար կարմիր գիծ է, եթե Սյունիքում խախտվավ ընդհանրապես թե թուրքերի կողմից, թե ադրբեջանցիների կողմից, դա կարմիր գիծն է։ Այսօր այդ երկիրը կռիվ անում, ու իրա պետքը չի ինքը Չեխիա գնացել, ընդդեից ցնդաբանություններ ա դուրս տալի բառից բուն իմաստով։ Հիմա ինձ հետաքրքիր է այս հարցը, թե ինչի խորհրդարանի նիստ չհրավիրեցին, արտահերթ նիստ, կարևոր նիստ չկազմակերպեցին ու այդ նիստին չկանչեցին պարոն բանին, ԱՀՑ պետին, պարոն Աբազյանին, գլխավոր անվտանգության խորհրդի քարտուղարին, Արմեն Գրիգորյանին, հետո ընդեղելով կա մեր թեկուս բանին հրավիրեին այդ գենշտաբի պետին հրավիրեին ու սկսեն քննարկումներ ախպեր ասեին մենք ինչ միջոցներ ենք ձեռնարկում որ մեր սահմանները անվտանգ լինեն բախի չեք կանխագուշակել որ
ու միջոցներ մինչև հիմա ձեռնարկել անվտանգության համար, որովհետև որ այսօր էլի հենց խորհրդարանի նիստի ժամանակ, այսօր 3 շաբթի օրը, առավոտվա ժամը 10-ից նայում եմ մինչև երեկոյան ժամը 6-7-ը խորհրդարանի նիստ էր եթում, մենակ մի պատգամավոր պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը հելավ խոսած, անատան բան, ինչ ասեց, բաբշե, հասկացանք ինչ էր ասում, բայց շատ թուլ էր, շատ անատամ էր այդ ասածը, ասաց գնաց տստավ տեղը, ու վերջ էլ ոչ մի պատգամավոր այս հարցի մասին, այս հարցը չբարձրացրեց, չկանչեցին խորհրդարանի նիստ, որ այսօր 3 շաբթի օրը եղավ, վերջ բրծավ, ու դրեցին սկսեցին նորից ընկնել հոգևորականների հետևից, Կարեն Սամվել Կարապետյանն էր եսի մինչ ասե բանը, որ չգիտեմ, նայեցի, ասենք էդի այսօրվա թեման չերելի կարևոր թեմա կա, ստե բարձացած, բայց այս մարդիկ եսի միջով են զբաղվում, ֆեյք օրակարգա, կեղծ օրակարգով ժողովրդին տանում են, նորից շեղում են իրական թեմայից։ Հիմա ժողովուրդ ջան, մենք պետք է վերջը հասկանանք, որ մեր երկիրը անլուրջ մարդիկ են կառավարում, հետո ինչ որ անդիմադիրն եք խորհրդանում, բայց դուք էլ եք պատասխանատվություն կրելու հետո այս ամեն ինչի համար։ Կանչեք, տանեք այնքան հարցեր տայք, որ ժողովրդին պարզ լիներ, մենք ինչ միջոցներ ենք ձեռնարկել, ումից մենք գառանտիա ունենք, որ մեր երկրի վրա չեն հարձակվի, մեր հետ ոչ մի բան, պայթյունավտանգ ամբողջ տարածաշրջանը, ոնց որ պատգամավորներն էին ասում այսօր բանում ԿՊ-ի մեկ էլ անդիմադիր ու վերջ ասում էին պայթյունավտանգա լավ բան տեղի չունեցել գնում են իրանց նորից նստում ան բանը այսօրվա կարևոր թեմայից ոչ կախված բաներով են զբաղվում ու այս լրջությունը 20 տվից 18 տվից գալիս է սենց մենք նորից պետք է նստենք այս անուղեղներին ու աննորմալներին սենց նայենք հա Ես պրոստը ինձի հազիվ եմ տիրապետում, որ չեմ վիրավորում ժողովուրդ ջան այս անուղեղներին, որովհետև այսօր խորհրդարանի նիստի ժամանակ Գևորգ Պապոյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարը լոգիստիկան կտրվել է, անպատկերացնում եք մեր բաները, ձեռներեցները այդ լոգիստիկ ճանապարհն էին Պարսկաստանի օգտագործում, թեկուզ հենց իրանց մեր հարևան Պարսկաստան Իրանի հետ մենք առևտրային կապեր ունենք, էտա կտրվել, այդ ծոցի երկրների հետ առևտրական կապեր ունենք, էտա կտրվել չեն կարող ասել։ Այսօր Գևորգ Պապոյանը կանգնել լացում, ասում աղբեր, բա մենք ինչ անենք, բանը տարածաշրջանը պատերազմի մեջ է։ Այդ նույն այսա մի քանիսին ասեմ ինչ պետք է անեն, որ չեն արել։ Նույնը ֆինանսների նախարարն է ասում։ Ֆինանսների նախարարին ասում են, բա ամբողջ տարածաշրջանը ընկել է պատերազմի մեջ ու ինչ ենք անելու, էսի ազդելու է մեր հետագա ֆինանսների համար 24 թվի ֆինանսական այդ բանն էին, տարին էին ներկայացնում, էկոնոմիկան իր տարիներ ներկայացնում, բանը գիտության կրթության բանը նախարարները իրանց առած աշխատանքներն էին ներկայացնում կիսատ պրատ Դենը կիսատ պրատ էլի, ասեմ ինչ պտի անեի ժողովուրդ ջան, այս պատերազմը պտի չլներ, պտի ամբողջ հայություն ովքեր կար Միացյալ Նահանգներում, եթե Նիկոլ Փաշինյանը այդքան ուղեղ ուներ, պտի կոչ աներ, հավաքեր են ժողովրդին ընդեի Միացյալ Նահանգների հայ բնակչությանը ու գնար ասեր ախպեր, այս պատերազմը որ սկսվավ Իսրայել, Իրան կամ եթե դու էլ խփեցիր, եթե Իրանն է չմասնակցել, արա մենք վարի են գնալու։ Դու կարողանալու ես կոնտրոլի ենթարկես այդ փախստականներին, որ ապրում են Իրանի հյուսիսում, սաղ այդ թուրքոմանները, որ հիմա էլ 3 առաջ օրը այդ թուրքալեզու այդ թուրքոմանների առաջնորդը կոչ էր անում սառը զենքեր վեկալեք գնացեք ասում այս այաթոլաներին այս հոգևորականների բանը բռնապետությունը վերացնենք որ մենք մասնատում են Իրանը հասկանում եք ծեծակ գծում ու ինչա տեղի ունենում ոչ մի բան
Հասկանում եք ժողովուրդ ջան, ստեից բանը նորմալ ռեակցիա տեղի չունենում, չեն բանանում, գնում ընդ, այդ պետք է անեն, դե ամերիկացի հայերին, Ամերիկա բնակ հայերին հավաքեր Նիկոլ Փաշինյանը ընդեի դեսպանության միջը ու գնար ախպեր բանը Տրամփին չթողեր ոչ միտեղ այդ այն շրջափակեն սպիտակ տունը ու չթողեն որ այս պատերազմը լինի, չէ՞ որ մեր հայրենիքի հարցն է դրած տե։ Սյունիքը վտանգի տակ է, ով է մեզ գառանտիա տվել, որ բանը ընդեղ միջադեպեր տեղի չեն ունենա։ Անելու այդ միջադեպը արդեն Իրանից ժողովուրդը մեղրիով լցվում է Հայաստան, հասկանում եք, արդեն սկսվել է ավտոներով գալիս են։ Փախնում են, բայց ով է մեզի գառանտիա տվել, որ նրանց մեջ terroristներ չեն ելի գանստեղ մի բան անեն մեր երկրի հետ, մտնեն մնան լռվեն Սյունիքում։ Այն իմ հաղորդումների մեջ է ասում, որ դրանք փախստականների բանն են օգտագործելու այդ առիթը, որ լցվեն տեղից դուրս չգան, Սյունիքում աչքա, պատկերացնում եք ամբողջ այդ հյուսիսում ապրող 22 միլիոն թուրքոմանները, որ լցվան Սյունիք ինչ ալնելու մեր վերջը, ու հիմա էլ արդեն գալիս են, արդեն սկսվել է հոսքը դեպի Հայաստան, դե պատասխան տվեք, մտնում եք ինձի, որ ես ասում եմ, զգուշացնում եմ, մտնում եք ինձի վիրավորում եք, ասում եք, այս ինչ ես ասում, պրովոկացիա եմ անում, հա? Տեսակ որ եղավ, տեսակ որ սկսվավ, ու ոչ մի բան, նորից իրանց համար ասում է, բիլա նի բիլա, ոչ մի բան էլ չի եղել իրանց համար, ամբողջ, արևելքը պայթավ ախպեր, հասկանում եք, հերթը Իրանին եկավ հասավ, նորից եմ ասում, Սիրիան էլ չկա, Շիա աշխարհը քանդելով գալիս են թուրքերն են գալիս, այդ մասնակցելով գալիս են դրան, որ գան Իրանն էլ Իրան, որովհետև որ այն ժամանակ հարձակում տեղի ունենար, սա հələ որ բանը մնացել էր, Բաշար al-Ասադը լրիվ չէր բանել, էլի չէր թողա Բաշար al-Ասադը, որովհետև ինքը գիտեր, եթե թողար այդ թուրքոմանների, հատես գրռալ են բանանեին, մասնատեին Պարսկաստանը կամ ինչ-որ տեղ օջախներ ստեղծեին, թույլ թե ուժեղ Բաշար al-Ասադը հարված կհասցներ այդ իսլամիստ բաներին, տերորիստերին ու թուրքալեզու այդ թուրքոմանը, որ իր երկիրը քանդեցին։ Էրդողանը իր հետևը մաքրեց, հիմա էլ սուտ է խոսում, որ ես դեմ եմ, որ բանը Իրանի հետ բանը, այս պատերազմը տեղի ունենում, սուտ է խոսում, լավ էլ իրան ձեռը տալի, որ պայթավ Իրանը մասնատվավ, ինքն իր սև գործարանի, Թուրանը, այդ Թուրանը սարքի, ոնց որ իրանք են պլանավորել։ Այդ ժամանակ արդեն երբ որ իրականում բանը Իրանը մասնատվավ, նոր Ադրբեջանը հարված կհասցնի։ Այո, ես ճիշտ եմ ասում այն ժամանակ, ու հիմա ոնց որ տենում ենք մոտիկանում է, արդեն լցվում են Հայաստան, փախնում են դեպի Հայաստան, փախստականները Իրանի, որովհետև Դոնալդ Տրամփը մտավ ասեց ախպեր Իրանի ժողովուրդ, ազատագրեք Թեհրանը, դա նշանակում է, որ հարվածելու են Թեհրանին, այսինքն այն մասերը, ովքեր բաները կմնան, պատրիոտները կմնան մինչև վերջ կռվելու, այդ քոքն են ուզում տան, պատրիոտներին են ուզում վերացնել Իրանում։ Դրա համար էր նավատորմերը երկու կողմից բրիտանական ու ամերիկյան մոտիկանում Պարսից ծոցին, մեկը միջերկրական ծովով այդ Սիրիայի ափերին։ Լիբանանի ափերին, որովհետև սա իրենց կոնտրոլի տակ է արդեն, որտեղ կուզեն կմոտիկանան, խնդիր էլ չկա։ Ռուսական բազաներ այդտեղ, ռուսական բազան էլ այդ մի հատ պահող միջոցներ այդտեղ, որ բան կլինեին, ոնց որ ռիսկ չէին անի մոտիկանային ռուսական նավատորմները, դե դեսանտնիկները, ինքնաթիռները, բաները, հիմա այդ էլ չկա։ Ուկրաինային պատերազմը գցեցին, Ռուսաստանը հավաքեց իր զորքը տարավ ընդե։ Ու ինչ ենք անելու հիմա, որ ոչ մի պատասխան չկա, գոնե ստիպեին դրանց բերեին խորհրդարան, այդ խորհրդարանում ախպեր, ասեն, որ ժողովուրդը իմանար ախպեր, անհանգիստ չլներ, ես չէի մտնի եթերանը, հիմա ինձի շատ հետաքրքիր է, ինձ իմ երեխեքի, իմ ընտանիքի քանի միլիոնի ճակատագրերն է դրած այս հարցի տակ, ոնց է ալնելու, ինչ միջոցներ եք ձեռնարկել,
Ինչ միջոցներ եք դուք ձեռնարկել, պարոն Աբազյան, ինչ միջոցներ ա ձեռնարկել անվտանգության խորհուրդը։ Ոչ մի բան չգիտենք, մենակ ասում ենք իրար հետ խորհրդակցում են անում, բանը, այդ անվտանգության խորհրդի քարտուղարը, մեկ էլ բանը վարչապետը ու վերջ։ Արանք, չենք ասում գաղտնի մասը եկեք բացեք։ Հելեք ժողովրդին կոնկրետ պատասխան տվեք, որ ժողովուրդը հանգստանա։ Դուք աննորմալ չեք լրիվ ուղեղներդ գցել եք, դուք հասկանում եք արդեն բանը, որ արդեն գնալով Հայաստանում պայթյունա վտանգ լնելու։ Ովքեր են գալու լսվեն Հայաստան, вообще ով է մեզի գարանտիա տվել, որ Աստված չանի հեռու մնա, այդտեղ բան չի լինի։ Հա՞։ Ես ինձ անպատասխանատվություն չէի տեսել իմ կյանքի մեջ, տղեկ դուք չեք կարում երկիրը կառավարեք, հելեք գնացեք, զինվորականներին տվեք, որովհետև երևաց այսօր ձեր խորհրդարանի նիստի ժամանակ երևաց դուք ինչքան պատասխանատու մարդիկ եք, բացարձակապես ձեր արածներն էլ, այս որ ես դեռ գրել եմ իմ մոտ, որ պետք է խոսայի, բայց չեմ խոսա, որովհետև բանը ծիծաղալս գալիս է, ու մենակ մի բանի վրա եմ ես ասում մի բանը կասեմ ամենակարևոր գիտության մասին էր խոսում Ժաննա Անդրեասյանին եմ ուզում այս YouTube-յան հաղորդման ժամանակ ասել որ մեկ էլ Facebook-յան պատում կտեղավորեմ Ժաննա Անդրեասյան որ ասում ես երկար տարիներ գիտության սյուններ մենակ դրա բանը շուրջ էր կառուցվում բաները դա ուսուցումը, կրթությունը, բա ինչի շուրջ պետք է կառուցվեր կրթությունը, Ժաննա Անդրեասյան, հա? Բա գիտության շուրջ էր կառուցվում, գիտությունը ամբողջ աշխարհում է տենց, կրթությունը գիտության շուրջ է կառուցվում, գիտելիքա հենք կրթության մասին է խոսքը, այդ գիտությունը այ որ բաները արդյունաբերական մասը աշխատացնելուց լնեիք, այսօր այս խնդիրը չէր լինի, այն անցած բանի ժամանակ կառավարության նիստի ժամանակ բողոքում էր, որ մենակ ծրագրավորողների դիմում կա բաներում, համալսարաններում, բարձրագույնում, այդ հաշվապաների մեկ էլ իրավաբանների ու վերջ, բանը, այն բնագիտական մասը գոյություն չունի, ոչ քիմիան, ոչ ֆիզիկան, ոչ աստղագիտություն, ոչ մի բան չկա ախպեր, բա ինչ եք ուզում, ձեր արդյունաբերական մասը քանդել եք, ուզում եք, որ դուք բան ունենաք, կրթություն ունենաք, ինչի կրթություն եք ուզում ունենաք, կրթությունը տնտեսությունն է ստիպում, որ ինքը առաջ բերի ու ոնց որ այդ 70 տարիներ այդ ճիշտ ճանապարհ, ճիշտ է ինքը կոմունիստական հասարակարգ է, բայց այն կապիտալիստական երկրներում էլ արդյունաբերություն կա, նավաշինություն կա, երկրները արդյունաբերություն ունեն, ավտոմոբիլաշինություն, նավաշինություն, զենքի արդյունաբերություն, չգիտեմ, լիքը արդյունաբերական մասեր ունեն, ինչ ասես արտադրում են։ Այդ դրա հիման վրա էլ իրանց ֆիզիկներ է պետք, քիմիկներ է պետք, աստղագետներ է պետք, աստղագնացներ է պետք, բայց սա գիտության շուրջ է զարգանում, գիտությունն է պարտադրում այդ երկիրը ինչ արդյունաբերական գիտե բանը արտադրում, արտադրանք, դրա շուրջ գիտություն բանն է զարգանում, կրթությունը, արդեն բարձրագույնը այդ կրթությունն է բանանում, այդ դրա պահանջարկի վրա է իր կրթությունը զարգացնում։ Դու կանգնել ես հիմար բաներ ես խոսում, вообще դու ինչ գործ ունես գիտության ու կրթության նախարար ես, հել գնա այդտեղից։ Այդտեղ պետք է ամենաքիչը պոլիտեխնիկ ավարտած կանոնակարգող մարդ նստած է, որ այդ պոլիտեխնիկը ավարտել է համակարգել գիտի։ Մեռը ասելով են հաղորդման ժամանակ էլ ասացի, որ այդտեղ պետք է պոլիտեխնիկ ավարտ ինժեների կրթությամբ մարդ պետք է, ոնց որ Կարեն Դեմիրճյանն էր, ինժեներ էր կրթությամբ պոլիտեխնիկ ավարտ։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, այսքանն է ուզում ասել, շատ գլուխները չեմ ուզում տանեմ, վիճակը շատ լուրջ է, մենք պետքա կոնսոլիդանանք, նորից եմ ասում, միայն կոնսոլիդացիա, մենք պետքա զգոն լինենք, արդեն փախստականների այսօրվանից սկսել է, երեկվանից սկսել է արդեն Հայաստան մուտքը, ու բան են ման գալիս, ավտոներ են ման գալիս, չգիտեմ ինչ որ գան Երևան,
Հիմա չեն կարող գոնե այնտեղ բանանենք մեղրիում լոկ բանանենք, պահենք, չեն կարա պահենք, ոնց կպահենք։ Այնտեղ տեղ էլ չկա մնալու, այդ մարդիկ դասերն են հո չեն քնելու, պիտի գան ավելի հարմար վայրեր Երևանի կողմը, դեպի հյուսիս։ Այսքանը հաջողություն ձեզ, դրեք կոմենտներ, դրեք հավանության նշանը, սեղմեք զանգը, հաջողություն լավ մնաց։